Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիեթլ քաղաքում սննդի փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 2 մարդ զոհվել է, եւս 5-ը, այդ թվում 2 տարեկան երեխա վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին։ Ոստիկանության տվյալներով միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Սիեթլի կենտրոնում։ Հրազենային վիրավորում ստացած անձինք տեղափոխվել են բուժհաստատություններ։ Քաղաքապետարանի տեղեկացմամբ կասկածյալը բերման է ենթարկվել։ Նրա ինքնության եւ հնարավոր շարժառիթների մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել։ Սիեթլի ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է խուսափել դեպքի վայրից, նշելով, որ դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում։ Ականատեսներից մեկը պատմել է, որ սկզբում ձայները հեռավարության են նմանվել, սակայն քիչ անց մարդկանց շրջանում խուճապ է սկսվել եւ ամբողջը փորձել է հեռանալ տարածքից։ Բերլինում զանգվածային վերաերթի գործով որոնվող կասկածյալը սպանվել է ոստիկանության հատուկ գործողությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով Գերմանիայի ոստիկանությանը։ Իրավապահների տվյալներով կասկածյալը հայտնաբերվել է Բերլինի Սպանդաու շրջանի այգիների համալիրում։ Նախնական տեղեկություններով նա սուր կտրող ծակող գործիքով հարձակվել է ոստիկանների վրա, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել։ Չնայած Բերլինի շտապօգնության ծառայության իրականացրած վերակենդանացման փորձերին նա մահացել է տեղում։ Նշվում է ոստիկանության հաղորդագրություններում։ Հիշեցնենք, որ շաբաթ երեկոյան Բերլինում LGBT համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ տեղի ունեցած զանգվածային վերաերթի հետևանքով 1 մարդ զոհվել էր, եւս 17-ը վիրավորվել, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հրշեջները շարունակում են պայքարել Բորդո քաղաքին սպառնացող անտառային խոշոր հրդեհների դեմ։ Reuters-ի հաղորդմամբ իշխանությունները քաղաքի արվարձաններից նոր տարհանումներ են իրականացնում։ Բորդոյի քաղաքապետ Թոմա Կազանովի խոսքով հրդեհի օջախը գտնվում է քաղաքի գլխավոր մուտքերից մեկից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Իշխանությունների տվյալներով շաբաթվա սկզբից բռնկված հրդեհների հետևանքով Ֆրանսիայի հարավ-արևմուտքից արդեն տարհանվել է շուրջ 220,000 մարդ։ Կրակը հասել է նաև Ակվիտանիայի հայտնի հանգստավայր Կապ Ֆերայի տարածք։ Միաժամանակ Եվրոպայի մի շարք երկրներում շարունակվում են սաստիկ շոկի հետևանքով առաջացած անտառային հրդեհները։ Իսպանիայում հայտարարվել է ազգային արտակարգ դրություն, իսկ Վալենսիայի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով 1 մարդ զոհվել է։ Չինաստանում Հունսիա թայֆունի պատճառով ավելի քան 700,000 մարդ տարհանվել է։ Այդ մասին հայտնում են տեղական իշխանությունները։ Տարերային աղետի հետևանքով երկրի մի շարք շրջաններում գրանցվել են հորդառատ անձրևներ եւ ուժեղ քամիներ, ինչի պատճառով իրականացվում են լայնածավալ տարհանման եւ արտակարգ իրավիճակների արձագանքման աշխատանքներ։ Իշխանությունները շարունակում են հետևել իրավիճակին եւ բնակիչներին կոչ են անում պահպանել անվտանգության կանոնները։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ Ֆիլիպինները հուլիսի 21-ից 25-ը հարավչինական ծովում անցկացրել են հնգօրյա համատեղ զորավարժություններ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Զորավարժություններին մասնակցել են ռազմանավեր, առափնյա պահպանության նավեր, նաեւ հետախուզական եւ կործանիչ ինքնաթիռներ։ Ֆիլիպիների զինված ուժերի տվյալներով դրանց նպատակն էր բարձրացնել դաշնակից երկրների զինված ուժերի միջև գործակցությունը։ Զորավարժությունները վկայում են գործընկեր երկրների միջև շարունակական գործակցության մասին, որն ուղղված է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածքում խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանմանը։ Զորավարժությունների անցկացման ճշգրիտ վայրերը չի հրապարակվել։ Իրանն ու Միացյալ Նահանգները դադարեցրել են ռազմական գործողությունները, նվազեցնելով Պարսից ծոցում լարվածությունը եւ հնարավորություն ստեղծելով դիվանագիտական գործընթացի վերսկսման համար։ Թեհրանը հայտարարել է, որ դադարեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածաշրջանային դաշնակիցների դեմ պատասխան հարվածները, իսկ Վաշինգտոնը հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը տարածք է տալիս բանակցություններին։ ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայք Ուոլցի խոսքով ամերիկյան զինված ուժերը շարունակում են մնալ լիարժեք մարտական պատրաստության մեջ, սակայն Սպիտակ տունը պատրաստ է ժամանակ տրամադրել դիվանագիտական ջանքերին։ Իրանի բանակի խոսնակ Մուհամմադ Ակրամինյանն էլ հայտարարել է, որ Թեհրանը հաշվի առնելով իր ռազմավարական պաշտպանության բնույթը նույնպես դադարեցրել է պատասխան գործողությունները։ Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների հետագա ընդլայնումը ժամանակավորապես հետաձգվել է պաշտպանական զինամթերքի պաշարների շուրջ մտահոգությունների պատճառով, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը հերքել են այդ տեղեկությունները, հայտարարելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերն ունեն անհրաժեշտ բոլոր միջոցները։
Ռուսաստանի Ռոստովի մարզում ուժգին փոթորկի եւ հորդառատ անձրևների հետևանքով 1 մարդ մահացել է, եւս 28-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տարերային աղետի հետևանքով տապալվել է շուրջ 1000 ծառ, վնասվել են բնակելի շենքերի տանիքներ եւ տասնյակ ավտոմեքենաներ։ Տեղական իշխանությունները շարունակում են վերացնել փոթորկի հետևանքները եւ գնահատել հասցված վնասի ծավալը։